Ասում ես երեքով եք, հա, այս տանը ապրում։ Ու այդ պամադայի հետքի հետ կապված էլ հանկարծ ուրիշ բան չմտածես։ Ֆելոյնն է։ Դու ինձ ձեռ ես առնում, չեմ հասկանում։ Ինձ ասում ես պապայի հետ կռվել եմ տնից դուրս եմ եկել վարձով ապրեմ, բայց պարզվում է վարձով ես ապրում, որ աղջիկներ բերես տուն։ Ուր ես պահել դրան։ Երա հավատալ չեմ խախտում, ֆելոյի բաժակն ասում եմ։ Ուղղակի ֆելոյի շտուկները ճաքել էին, կարոտում էլ անգույն պամադա չկար, դրա համար էր տակսել։ Երա, դու չես հավատում։ Վայ, բարև Յանա ջան։ Ոնց ես։ Լավ եմ արդեն։ Բայան, որ ասում էի չեմ խափում, համ էլ այսօր մեր համար սրճարանում ցեկան եմ պատվիրել։ Ուզում էի ուղղակի զանգեի քեզ։ Լուրջ կյանքս, բամ ենք սպասում, արի մի անգամից գնանք։ Գնացինք։ Պակա։ Յանան նահանջել է, կարակ դուրս գաք։ Այս փաստորն Արսենը ընկերուհի ունի։ Հա, ու շատ խանդոտ։ Դե լավ, մենք գնացինք։ Տները կհավաքես, ճաշը կսարքես, լվացքը կանես։ Եղավ։ Կատակ եմ անում, մենակ լվացքը կանես։